Փաստաբաններն ահազանգում են, վարչական դատավարության օրենսգրքում կատարվել են լրացումներ ու փոփոխություններ, որոնցում կան խնդրահարույց մի շարք դրույթներ։ Մասնավորապես, երբ անձի նկատմամբ կատարվում է վարչահարություն ու կայացվում է վարչական ակտի որոշում, վերջինս դիմելով դատարան ստանում էր որոշակի երաշխիքներ։ Վարչական ակտը կասեցվում էր մինչև դատավարության ավարտը, եւ այդ դատավարության ընթացքում պետական մարմինը պետք է ապացուցեր ակտի իրավաչափությունը։ Նոր նախագծի հեղինակները հիմա առաջարկում են, որ վարչական ակտի գործողությունը չկասեցվի, քաղաքացին նախ պետք է միջնորդություն ներկայացնի դատարան։ Հիմա նույնիսկ եթե անհիմն ուրիշ բաներով չբնորոշեմ, ակտ է ընդունվել, դու տար վճարել գումարը, այսինքն այդ դրանցից ծախսը կրի, դրանց հետո եթե կպարզվի, ես արկեմ պետք հարցը կլուծեմ։ Այսինքն քաղաքացին ի սկզբանե դնում է վատ վիճակի մեջ։ Խնդիրն ավելի է բարդանում վարորդների դեպքում։ Օրինակ, վարորդի բալային համակարգից դիցուք մնացել է 2-ից 3 միավոր, եւ եթե վարչական ակտ կիրառվի ու վարորդը զրկվի այդ 3 բալերից, զրոյացնելով բալային համակարգը, նա հնարավորություն չի ունենա մեքենա վարել այնքան ժամանակ, մինչև դատարանով հոգուտ իրեն որոշում կայացվի։ Եթե մեր կոնցեպտը այնպեսին է, որ քաղաքացին չունենալով անգամ իրավաբանական գիտելիքներ կարող է գնալ վարչական դատարան եւ ստանալ այս արդարադատության օգնությունը իր նկատմամբ կայացված ապօրինի վարչարության, հա, մենք այսօր դրանից զրկում ենք։ Սա մի օրինագիծ է, որը ուղղակիորեն սահմանափակում է արդար դատաքննության յուրաքանչյուր ոգի իրավունք։ Մեր սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Վարչական դատավարության օրենսգրքում կատարվելիք լրացումներն ու փոփոխությունները կբարդացնեն նաև բիզնես գործունեություն ծավալողների կյանքը։ Օրինակ, խոշոր գործունեություն ծավալող տնտեսվարողին տուգանում են մի քանի 100 միլիոն դրամ, եւ նոր կարգով տնտեսվարողը պետք է այդ միլիոնավոր դրամները մուծի, սպասելով նրա դատարան ներկայացրած դատական հայցի վճռի կայացմանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։